Այսօր ելույթ ունենալ թե ոչ, այնուամենայնիվ որոշում կայացրեցի խոսել եւ մեր հանրությանը եւս մեկ անգամ տեղեկացնել, թե ինչերի են ընդունակ մարդկանց այն խմբակները, որոնք այսօր հավաքված են սառեցված նախկին հոգեվորականի կողքին։ Երեկ առավոտվանից իմ հեռախոսահամարը սկսել է տարածվել տելեգրամյան ալիքներում, որից հետո մինչ այս պահը ես ստանում եմ զանգեր եւ հաղորդագրություններ, որոնց ամբողջ բովանդակությունը հայհոյանք, անեծք եւ սպառնալիք է իմ անձի, ընտանիքի, երեխաների հասցեին, բնավ տպավորություն չստեղծվի, որ այս ամենից ես վախեցել եմ կամ անգամ մտահոգվել։ Ուղղակի ինչպես իմ խոսքի սկզբում նշեցի, հարկ համարեցի եւս մեկ անգամ մեր քաղաքացիներին հիշեցնել, թե ովքեր են այսօր փողոցում պահանջում ընտրված վարչապետի հրաժարականը։ Չնայած նրան, որ այս անշարժ շարժման առաջնորդը նախկինում սրբազան է աշխատել, այս իշխանատենչ մասան չունի որևէ սրբություն։ Հակառակ դեպքում ոչ մի պարագայում բանական մարդը չի կարող անիծել հայհոյել 7 տարեկան երեխայի։ Այստեղ ուզում եմ հրավիրել նաև մեր իրավապահ համակարգի ուշադրությունը եւ խնդրում եմ իմ այս ելույթն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին։ Իսկ հիմա ուզում եմ դիմել Վազգեն Գալստանյանին։ Պարոն Գալստանյան, չեք հավատա, բայց ես ձեզ հասկանում եմ։ Հասկանում եմ, որ հանձնարարական ունեք մի մարդու կողմից, ում անունով դիմելու համար մեր երկրում տարիներ առաջ մարդ է սպանվել։ Դե բնական է, կվախենաք։ Երբեմն նաև կպատկերացնեք, թե ինչեր կարող են անել այդ նույն մարդիկ ձեզ հետ, ձեր առջև դրված առաջադրանքը չկատարելու դեպքում։ Եվ միգուցե այդ ծանր հոգեվիճակում ստիպված անում եք քայլեր, չգիտակցելով դրանց խղճուկ ու ճղճիմ լինելը։ Ինչ ասեմ, մի խորհուրդ կարող եմ տալ միայն։ Վստահ եմ գոնե հոգեվորական աշխատած տարիներին տերունական աղոթքը սովորած կլինեք, ի տարբերություն շատերի։ Հաճախ աղոթեք, մեղքերի թողություն հայցեք Աստծուց։ Թե չէ փորձում եք մեզ վախեցնել, սպառնալ, բայց ինքներ դեռ քաջ գիտակցում եք, որ մենք որևէ դեպքում չենք վախենում, ընդհակառակը ավելի ենք ուժեղանում։ Խնայեք ձեր էներգիան ու ռեսուրսը, դա անձամբ ձեզ դեռ շատ է պետք գալու, երբ ավարտվի ձեզ տված ժամանակը եւ գա բացատրության պահը, ինչու չկարողացանք հաջողել վերտարությամբ։ Ու դա ֆայմի քտածակի հարց է գոնե, որ ավելի չգրգռեք, էլի, մեր այսպես ցանկությունը ձեզ ավելի էնտուզիազմով ասելու համար, թե դուք ինչեր եք գրփել Հայաստանի Հանրապետությունից ու քաղաքացուց։ Հետո այդ որ ասում եք Տիկին Գալստյան, այդ մենք ազգային ինքնության հենասյունն ենք 135 տարի, աչքիս առաջ գալիս է 004 շրջաբերականը, աչքիս առաջ գալիս է ձեր խմբակցության տարբեր անդամների, այդ թվում ձեր խմբակցության առաջին համարը հանդիսացող Ռոբերտ Քոչյանից այդ ապօրինի գույքով բռնագանձելու այդ կարողության չափը, ասում է բանա, 135 տարի, 135 տարին բերեցիք Քոչյանի ոտերի տակ, մատաղ արեցիք, դրա մասին մտածեք ավելի լավ դաշնակցականներով։ Տիկին Վարդանյանն ասում էր, մենք սադո-մազոխիստական հակումներ չունենք, բնավ այդպես չեմ կարծում, հաստատ ունեք, որ նայում եմ, որ էլի նստացեք ու հեսա էլի շարունակելու եք խոսել ձեր խմբակցության անդամներով։ Կամ որ ֆայմ ունենայիք, կներեք, բայց չեք գա նոր ստեղ Տիկին Կյուրեղյանը չէր խոսիլ թոշակի բարձրացումից։ 16000 դրամ մինիմալ կենսաթոշակ ստացող քաղաքացով թողել եք, հեռացել եք, մերժվել եք, գնացել եք, հիմա դարձել է օրինակ 46000 դրամ ու դա մինիմալ կենսաթոշակն է, որի վրա ավելանում է օրինակ, բացի այն, որ մարդը ինչքան աշխատել է, այդքան ավել է ստանում, բացի դրանից այսօր մեր կենսաթոշակառուները ստանում են դեղեր, որի վրա իրենք բացառապես մեծ մասը իրենց կենսաթոշակից ծախսում էին դրա վրա, անվճար դեղեր, անվճար առողջության վիրահատություններ ու տարբեր ծառայություններ են ստանում։ Դրա համար, որ ֆայմ ունենայիք, դուրս չէիք գա ու գոնե այդ բարեփոխումների մասին չէիք խոսի։ Կամ Տիկին Գալստյան, դուք մեր երևի ազգային ժողովի ամենաավագ գործընկերներից եք կին, հեչ ընդունելի գործելավոճ չէ, երիտասարդ գործընկերոջ է, ԳԿՔ-ի ուղղագրություն սովորեցնեք, հեչ ընդունելի չէ, չեմ ասում դա տեղին է, անտեղին է, դա ուղղակի պրիմիտիվ, չգիտեմ,
բանը էլի փորձում եք ինչ-որ դիվիդենդներ շահել մի բանի վրա, որը հեչ ընկալելի չէ, հեչ հարգելի չէ այս գործելավոճը։ Եթե այդքան մտահոգ էիք հայոց լեզվի իմացության առումով, կարող եք մոտենալ ձեր գործընկերոջը, ասել ճիշտ կլինի այսպես արտասանեք այդ բառը։ Մի կողմ եմ դնում ճիշտն ու սխալը։ Ինչ վերաբերում է կոռուպցիային, այո, սիրելի հայրենակիցներ, այսօր բազմաթիվ գործեր են քննվում կոռուպցիայի մեղադրանքներով, կան մեղադրական եզրակացություններ, կան այդ գործերով անցնող նախկին պաշտոնյաներ, որոնք թռած են Հայաստանի Հանրապետությունից։ Այսօր էլ հայտ են ներկայացնում ձեր այդ միասին այդ օլիգարխիկ իշխանությունը վերականգնելու։ Կան փլված գործեր, այո, կան նաև դատանում փլված գործեր։ Ու սա էլ խոսում է անկախ դատական համակարգի մասին։ Բայց անգամ մեկ փլված գործով, օրինակ, գոնե մեկ քաղաքացու մոտ չի առաջանում կասկած, արդյոք Հայաստանի Հանրապետությունում եղել է կոռուպցիոն իշխանություն, համակարգային կոռուպցիա։ Որևէ մեկի մոտ կասկած չի առաջանում, բոլորը 100%-ով գիտեն, որ այո, կոռուպցիոն օլիգարխիկ իշխանություն է եղել, որովհետև Հայաստանում բիզնեսի առաջ խաղացումը կախված էր քաղաքական կապերից, բացառապես քաղաքական կապերից, որովհետև Հայաստանում կոռուպցիոներները չէին պատժվում բացառապես։ Հիմա են անցնում այդ գործերով, որովհետև հիմա կա քաղաքական կամք ու չկա նման մոդել կառավարման, որովհետև Հայաստանում մենաշնորհները նորմալ էին, կար բանանը իր ներկրողն ուներ, տարբեր ինչ-որ ապրանքներ իրենց ներկրողն ունեին, ու ձեր բանան ներկրողները այսօր էլի տարբեր կետերից այսօր էլի պայքարում են, որպեսզի հայտնվեն ձեզ հետ բերեն այդ օլիգարխիկ իշխանությունը էլի կառավարման։ Որովհետև Հայաստանում բանակից ազատումն իր գինն ուներ, համասարան ընդունվելը իր գինն ուներ, պրավաստանալն իր գինն ուներ, տարբեր շրջանում տարբեր գին ուներ։ Ու եթե միտեղ այդ գինը փոխվում էր, սինխրոն փոխվում էր մնացած տեղերում։ Ու Հայաստանի Հանրապետության քաղաքացին այդ Հայաստանում ապրել է, ինչ որ մի ձև առնչվել է այդ ամեն ինչի հետ։ Ու ասում եք, պարոն Արծվիկ Մինասյանն էր կարծեմ երեք ասում էր այն գույքը, որը վերագրվում է այս ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում պաշտոնյային, երբեմն իր հետ կապել չունի։ Այո, պարոն Մինասյան, երբեմն ուղիղ իր հետ կապ չունի։ Ինչի այն ժամանակ այդքան այդ հարցերում անֆայն չէին։ Էլ Քենի, էլ Վարորդ, էլ Բաջանաղ, մենակ իրանց անունով չէին անելու, բայց որ դուք ձեր շուրջն եք նայում, կամ պտտվում եք ձեզանից ձախ, նայում եք այն մյուս ֆրակցիային։ Չեք հասկանում, որ ամբողջ կյանքում չինովնիկը, պետական ծառայողը չէր կարող այդ դղյակներն ունենալ, այդ կարողություններն ունենալ, միանգամից 26 գույք ապօրինի գույքով անցնել, անշարժ շարժական տարբեր գույքեր ունենալ, մի քանի 100 միլիոնավոր դրամներ չհիմնավորված փողեր ունենալ, պարզապես չէր կարող։ Կամ Տիկին Կյուրեղյանն ասում է, դուք վախենում եք, որ չեք կարող ձեր հիպոթեքները մարել։ Այո, Տիկին Կյուրեղյան, մեր ֆրակցիայի գերակշիռ, երևի ես չգիտեմ